Պարոն Պողոսյան, կառավարությունը որոշել է Հայաստանի ելքի եւ մուտքի կնիքի վրայից, վիզայի կնիքի վրայից անել Արարատի նշանը, ասում են, որ իբր ժամանակակից տենդեսները բերում են նրան, որ երկրներ իրենց կնիքներին չունեն նշաններ, սակայն նաեւ ակնհայտ է, որ Թուրքիայի պահանջը սա կարող է լինել, ինչու է Թուրքիայի համար սա այդքան հետեւողական հարց եւ ինչու է Հայաստանը այս զիջմանը գնում։ Ես հիմա հիշեցի դեռևս սովետական միության տարիներին դարձյալ այս խնդիրը եղել էր, երբ Թուրքիայի ներկայացուցիչները բողոքել էին խորհրդային միությանը, թե ինչու խորհրդային սոցիալիստական Հայաստանի Հանրապետության զինանշանի վրա պատկերված է Արարատը եւ այստեղից բավականին հետաքրքիր պատասխան էր հնչել, որ Թուրքիայի դրոշի վրա էլ կիսալուսինն է եւ այն չի պատկանում Թուրքիային։ Ինչու սա հիշեցի, որովհետև Թուրքիայի պահանջը եւ երեք եւ այսօր չի փոխվել, այնպես չի, որ Արարատի պատկերը հանելը սա նորություն է թուրքական կամ հայկական իրականության մեջ։ Թուրքիայում սա ընկալվում է բնականաբար որպես հայկական պահանջատիրության շարունակություն, եթե այլ կերպ վերաձևակերպենք, ապա Թուրքիայում սա ընկալում են որպես իրենց տարածքները, որոնք այն տարածքները, որոնք իրենք համարում են իրենցը, սա կարծեք բարդույթավորում է Թուրքիային եւ Թուրքիայում այնքան էլ իրենցը չեն զգում, որովհետեւ աշխարհում Արարատի պատկերով որևէ մեկը թուրքերին չի իդենտիֆիկացնում, բայց իդենտիֆիկացնում է հայերին, թեպետ Արարատը գտնվում է Թուրքիայի քաղաքական քարտեզի մեջ։ Եվ հետևաբար սա Թուրքիան նաև որպես սիմվոլիզմի նկատմամբ բավականին մեծ հետաքրքրություն դրսևորող պետություն եւ ընդհանրապես թուրքերը որպես այդպիսի մտածողություն կրող հասարակություն, այսպիսի խնդիրներին բավականին լուրջ են արձագանքում եւ սա դրա հերթական դրսևորումներից մեկն է։ Ինչ վերաբերվում է հայկական իշխանությունների դիրքորոշմանը, սա թերևս իշխանությունների կողմից զիջումների միայն այն երևացող մասն է, որովհետև շատ ավելի կենսական հարցերում արդեն զիջած իշխանությունից դժվար է ակնկալել, որ այսպիսի հատկապես սիմվոլիզմին վերաբերող հարցերում նրանք չեն զիջի։ Ինչով է սա համոզում, որ թուրքական պահանջը, մասնավորապես իշխանական բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց խոսույթի մեջ պարբերաբար կրկնում են, այդ թվում նաև երեք անվտանգային թեմային վերաբերող համաժողովի ընթացքում, թե անվտանգության խորհրդի քարտուղարը, թե Նիկոլ Փաշինյանը շատ հստակ հայտարարեցին, որ սա ուղիղ կապ ունի թուրքերի պահանջների հետ։ Մասնավորապես բերվեց օրինակը, եթե հիշում եք, որ բնակարան գնելիս սենյակի պատին, երբ որ այնպիսի նկար ես փակցնում, որը հարևանի մոտ էմոցիաներ է առաջացնում, ավելի լավ է այդ նկարը չփակցնես պատին։ Ասել է, թե սա ոչ թե ժամանակակից տենդենսներին համապատասխանեցնելու խնդիր է, որտեղ ժամանակակից պահանջներին համապատասխանելու շատ ավելի շատ խնդիրներ կան, որոնցով պետք է համապատասխանեցնել, որոնք առաջնային խնդիրներ են, բայց չգիտեք թե ինչու հենց այսպիսի սիմվոլիզմին վերաբերող հարցերում են այդ ժամանակի պահանջներին համապատասխանելու իրենց մղումը, որը արդեն իսկ անկեղծ չէ, որտեղ հենց իրենք են խոստովանում, հենց իրենց բառապաշարն է հուշում, որ սա պահանջ է, որը բավարարում են, որպեսզի իրենց պատկերացմամբ խաղաղություն լինի։ Բնականաբար այսպիսի հնարքներով խաղաղություն երբևէ աշխարհում չի եղել, եւ սա իր հերթին բացառություն չէ։ Նաև իշխանական քարոզիչների կողմից այսպիսի մի մեկնաբանություն է հնչում, որ այս զիջումն անում են, որպեսզի Թուրքիան Հայաստանի հետ անցակետը Թայլաթի անունով չկոչի, մինչդեռ օրինակ Թուրքիայում Թայլաթի ընվերի նվիրված հուշակոթողներ կան հաստատ։ Սա իրական ծիծաղելի է եւ ծիծաղելի ինքնարդարացման փորձ է։ Եվ ավելին ասեմ ձեզ, այսպիսի թեզերի կիրառումը ինքնին խոսում է իրենց թուլության, իրենց տկարամտության մասին։ Եվ կարծեք, թե հուշում է Թուրքիային, որ դուք էլ այսպիսի խնդիր կարող եք բարձրացնել, թեպետ թուրքերը բարձրացրել են, եւ այնպես չի, որ թուրքերը որևէ կերպ հաշվ են առնելու, թե Հայաստանում ինչ են մտածում։ Ընդհակառակը թուրքերը եւ Թուրքիայում եւ Ադրբեջանում
վստահ են, որ ինչ էլ որ իրենք որոշեն, Հայաստանի իշխանությունները պարտադիր դա ընդունելու են, որտեղ Հայաստանի իշխանությունները չընդունելի տարբերակ պարզապես չունեն։ Սա եւ թուրքական եւ ադրբեջանական խոսույթ է, եւ այստեղ որևէ կապ չունի, թե դու Հայաստանի դրոշը կփոխես, զինանշանը կփոխես, ինչ որ սիմվոլիզմից կհրաժարվես, ցեղասպանությունից կհրաժարվես, սրանք բոլորը խնդիրներ են, որոնք Թուրքիայում համարում են, որ դու պարտավոր ես կատարել։ Ոչ թե բարի կամքի դրսևորում է սա անցալվում, այլ սա անցալվում է շատ ուղիղ, շատ պարզ, որպես քո պարտավորություն իշխանության մնալու համար։ Շատ լավ, այս հարցի քննարկումը Արարատի այդ պատկերի հանելը կնիքից հանրային լայն արձագանք ստացավ եւ լինում են դեպքեր, երբ անգամ մարդիկ իշխանամետ են, բայց իրենց համար եւս սա անընդունելի է։ Այստեղ կարող ենք ասել, որ իշխանությունները չէին հաշվարկել հանրային այդ տրամադրությունները, թե որևէ այլ պատճառ կար։ Ես կարծում եմ, որ դրանք հաշվարկված էին եւ պատահական չէր, որ հիմա են սա անում։ Ես փորձեցի տեսնել քլչի գալու հետ կապված սա առնչություն ուներ, թե ոչ։ Պատկերացրեք, սա քլչի գալուց հետո էր, որ հրապարակվեց։ Եվ ինչն է հետաքրքիր, որ իրենց կողմից մշակված թեզերը արդեն երևում են։ Դուք հուշեցիք այդ թեզերից մեկը, որ իբրև թե եթե մենք սա չանեինք, այնտեղ էլ Թալյաթի անունով կանվանակոչեին։ Սա խոսում են մասին, որ սա սիստեմատիկ պլանավորված գործողություն էր, անվանենք գործողություն, որը հրապարակ նետվեց ոչ պատահական ժամանակ։ Հատկապես հիմա, երբ շատ ավելի էլի լուրջ քննարկումներ կարող են լինել, մենք տեսնում ենք այսպես կոչված խաղաղության գործընթացի հետ, այսպես կոչված Թրամփյան ճանապարհի հետ կապված բազմաթիվ խնդիրներ, ադրբեջանական խոսույթը, որը հուշում է, որ Ադրբեջանում այնքան էլ սա Հայաստանի սուվերեն տարածք չեն ընկալում, այլ ընկալում են Հայաստանի կողմից ստանձնված պարտավորության իրականացում եւ ոչ թե բարի կամքի դրսևորում, ընդ որում նաև այսպես կոչված անխոչնդոտ երթևեկության այդ գաղափարին Ադրբեջանում արդեն տալիս են ուրույն մեկնաբանություն եւ բացատրություն։ Հետևաբար հատկապես այսպիսի ժամանակահատվածում իշխանությունները այսպիսի տարբեր մանևրներով, որոնք պլանավորված են, ես կարծում եմ, սիստեմատիկ պլանավորված են, փորձում են հասարակությանը անընդհատ լարման մեջ պահել, որպեսզի հերթական հաջորդ լարումը այսպես շոկ չառաջացնի, հանրության մոտ, այո։ Որքանով են նման որոշումները նպաստում իշխանության նկատմամբ անվստահության խորացմանը ու հնարավոր է արդյոք, որ այս որոշումները բերեն ճգնաժամային իրավիճակի։ Իրականում այդ ճգնաժամը վաղուց կա եւ ինչպես է արտահայտվում ճգնաժամը։ Այդ ճգնաժամի արտահայտման պայմաններից կամ ինդիկատորներից մեկը այն է, որ որևէ մեկի այսպես նույնականացումը իշխանության հետ այսօր բավականին դժվար գործընթաց է, այ վերջին հայտնի դեպքը դերասանի կողմից Նիկոլ Փաշինյանի ընդամենը խոսքին համաձայնվելը կամ չպատասխանելը, ինչպիսի հանրային բուռն արձագանքի արժանացավ։ Սա խոսում է այն մասին, որ երկու ճամբարներում է, նրանք ովքեր իշխանական մոտեցումներ ունեն կամ իշխանությանն են պատկանում, եւ նրանք ովքեր համաձայն չեն իշխանության մոտ, բավականին ռադիկալ եւ արմատական վերաբերմունք ունեն մեկը մյուսի հանդեպ։ Այսինքն հանրային երկխոսություն այս պարագայում ուղղակի հնարավոր չի։ Իսկ երբ հանրային երկխոսության հնարավորությունը բացառվում է, ինքնին գործընթացը խոսում է ճգնաժամի, ընդ որում խորը եւ բավականին անկանխատեսելի ճգնաժամի մասին։ Ինչքան էլ որ փորձեն ներկայացնել, որ ճգնաժամ չկա, որ սա այսպես ժողովրդավարական պետության մոդելներից մեկն է, որտեղ կա խոսքի ազատություն եւ այլն, մենք տեսնում ենք խոսքի ազատության նկատմամբ բավականին լուրջ ճնշում է իշխանությունների կողմից կամ նրանց կողմից հետ աֆիլիացվող անձանց կողմից կամ խմբերի կողմից։ Մենք տեսնում ենք իշխանությունների կողմից հակառակ կարծիքի քննադատական մոտեցումը, նաև վերջին դեպքը, ինչպես վարչապետը, պատկերացրեք, երկրի վարչապետը դերասանների հետ
ովքեր ներկայացում են խաղում, մտնում է ընդ որում ներկայացման ժամանակ մտնում է այսպես կոնֆլիկտային իրավիճակի մեջ։ Սա ինքնին խոսում են մասին, որ կա լրջագույն ներքին ճգնաժամ։ 2009 թվականին Գյուլի Հայաստան այս ժամանակ ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոից հանեցին Արարատի նշանը, կարող ենք ասել, որ սա առարկայացնում է այսօրվա քայլերը եւ դա բերում է, այսինքն հենց այդ ժամանակից Թուրքիան հասկացավ, որ հնարավոր է այս պահանջը իրականացնել։ Ես կարծում եմ, որ Թուրքիան իր առջև դրված խնդիրները միշտ հետևողականորեն եւ պլանավորված է իրականացնում առանց հաշվի առնելու, թե ով է իր առաջ կանգնած իշխանությունը, ինչպիսի խոսույթ ունի, ինչպիսի դիրքորոշում ունի։ Հիմա շատ են խոսում 2009 թվականին, երբ որ հանեցին, բա ինչի են ժամանակ չէիք խոսում, ովքեր որ խոսում են, բնականաբար այն ժամանակ էլ խոսում են, որևէ մեկը չի ասում, որ դա լավ է եղել։ Իհարկե դա եւս մեր պատմության խայտառակ էջերից մեկն է, որտեղ Թուրքիայի նախագահի այցելության համար կամ պատճառով մենք գնում ենք այսպիսի, սա ընդ որում հոգեբանական զիջում էր մեր կողմից, որը հետագայում նաեւ իր հետքը ես կարծում եմ թողեց մեր հոգեբանական եւ մտածողության վրա։ Իշխանական թևի կողմից բարբերաբար խոսվում է այն մասին, որ անվտանգության ցուցիչը բանակը չէ, Փաշինյանն ասում է, որ անվտանգության համար վերջին գիծը նոր բանակը պետք է լինի, մինչ այդ դիվանագիտությունը պիտի գործի, սակայն իրականում ակնհայտ է, որ մինչ ուժեղ դիվանագիտություն ունենալը պետք է ունենալ ուժեղ եւ մարտունակ բանակ, ինչու արդյոք իշխանությունները այս փաստը չեն հասկանում կամ եթե հասկանում են ինչու միտումնավոր այսպես բանակի դերը ավելի անկարևոր են դարձնում։ Ես կարծում եմ այս հարցերի պատասխանները իրենց այսպես կոչված իրական Հայաստանի այսպես կոչված հայեցակարգի մեջ բավականին այսպես լավ արտացոլված է։ Իրենց պատկերացրած Հայաստանը այն Հայաստանն է, որը որևէ ուժային նշանակություն չունի տարածաշրջանի համար եւ որի նշանակությունը զուտ կարող է լինել տնտեսական կամ ֆինանսական։ Ուժային կենտրոն լինելու Հայաստանի տեսիլքը նրանց համար ոչ միայն խորթ է, այլև կարծես թե եթե իրենց խոսույթով, թե իրենց մոտեցումներով հակոտնյա է իրենց պատկերացումներին։ Ասել, որ պետական անվտանգության վերջին կետն է բանակը, սա քաղաքական տգիտություն է, ես կարծում եմ, որովհետև շատ պարզ բանաձև կա, պետությունը ունի անվտանգային մի քանի հենասյուն, այդ հենասյունները շատ չեն, ինչպես իրենք ներկայացնում են, կամ այսօր ինչպես փորձվում է այսպես էլեմենտարիզացնել, հա, այդ բանաձևում պետության անվտանգության հենասյուներից մեկը բանակն է, մյուսը տնտեսությունն է, մյուսը ժողովուրդն է։ Եթե կա բախում այս երեքի մեջ, չի կարող այս երեքի մեջ բախում լինել, չի կարող այս երեքից որևէ մեկը լինել առաջնային կամ վերջին տեղերում, այս երեքը հավասարազոր հենասյուներ են։ Ընդ որում մնացած բոլորը այսպես այս երեքի կարծեք թե էլեմենտներն են կամ այս երեքից են սկիզբ առնում մնացած բոլոր էլեմենտները անվտանգային համակարգի եւ հատկապես բանակը, որովհետեւ որևէ պետության դիվանագիտություն ուժեղով է այնքան, որքանով ապահովված է իր ներքին ուժով։ Ներքին ուժը ի՞նչն է։ Բանակը եւ տնտեսությունը եւ ժողովուրդը, որտեւ եթե ներքին համերաշխություն չկա ժողովրդի ներսում, ապա տնտեսություն եւ բանակ սրանք դառնում են անիմաստ, որտեւ սրանք եւս արտացոլանքն են ժողովրդի ներքին համերաշխության կամ չհամերաշխության։ Եթե չկա տնտեսություն, հնարավոր չի լինի պահել բանակ եւ ժողովրդին բնականաբար։ Եթե չկա բանակ, հնարավոր չի ունենալ լավ տնտեսություն, որտեղ տնտեսությունը զարգանում է այնքանով, որքանով ապահովված է անվտանգ միջավայրով։ Եթե չկա անվտանգ միջավայր, եթե ներդրողը վստահ չի, որ իր ներդրումները ապահովված են զինական ուժով առաջին հերթին, ապա ինչու պետք է ներդրում կատարի որևէ տարածքում։ Այ կհիշեք 2020 թվականից հետո Հայաստանի սահմանամերձ շրջաններում որևէ մեկը չէր ցանկանում ներդրում կատարել։ Բնակարանների գները բավականին իջել էին։
Ինչու, որովհետև որևէ մեկը չի ցանկանում անվտանգության բացակայության պայմաններում կատարել ներդրումներ։ Սա ես կարծում եմ տրամաբանական եւ խորը քաղաքագիտական գիտելիքներ պետք չէ սա հասկանալու համար։ Հետևաբար այն թեզը, որոնք իրենք կիրառում են, նպատակ ունի զուտ հասարակությանը թմրեցնել, հասարակությանը կերակրել կեղծ եւ գեղեցիկ բառերով, որոնք իրականության մեջ կիրառելի չեն, որոնք իրականության մեջ հնարավոր չէ կապիտալիզացնել։ Մենք կարծես թե այսպիսի շրջափուլ ենք տեսնում, ասում են, որ տարածքները պիտի զիջվեն, որովհետև հնարավոր պատերազմից պետք է խուսափել, հնարավոր պատերազմից պետք է խուսափել, որովհետև մենք պատրաստ չենք այդ պատերազմին եւ քանի որ պատրաստ չենք դիվանագիտական դաշտում մենք թույլ ենք, հա, կարծես թե այս շրջապտույտը անընդհատ կրկնվում է եւ դրա դեմն առնելու որևէ քայլ չի կատարվում։ Պատերազմին պատրաստ լինելու կամ պատրաստ չլինելու բարոյական, քաղաքական, իրավական պատասխանատվությունը կրում է իշխանությունը։ Եվ իշխանությունն է, որ պարտավոր է երկիրը միշտ ընդ որում, միշտ պատրաստել պատերազմի։ Եթե կասկած կա, որ երկիրը պատրաստ չէ պատերազմի, նշանակում է իշխանությունը իր տեղում չէ։ 2020 թվականից անցել է 5 տարի։ 5 տարում բավարար էր ստեղծել 0-ից ընդ որում, 0-ից ստեղծել բանակ։ 5 տարում մենք ոչ միայն չենք ստեղծել, այլև եղած կառույցներն են քանդել։ Հիմա սա բավական նուրբ թեմա է, չեմ ցանկանա շատ այսպես խորը սրան անդրադառնալ, բայց եթե բանակը պատրաստ չէ պատերազմի, նշանակում է իշխանությունը իր տեղում չէ։ Հաջորդը ուժի մասին, երբ մենք խոսում ենք, կա քաղաքագիտական շատ պարզ նորմ։ Միջազգային հարաբերությունների բազային տարրը ուժն է։ Սա ես չեմ ասել, սա ասում է դասական քաղաքագիտությունը, սա ասում է դասական միջազգային հարաբերությունների տեսությունը։ Եվ նա, ով հակադրում է ուժը եւ միջազգային հարաբերությունները, նա առնվազն քաղաքականության մեջ լինելու իրավունք չունի։ Մենք պարբերաբար իշխանության ներկայացուցիչների կողմից լսում ենք խաղաղության դարաշրջան արտահայտությունը եւ այդ արտահայտությանը զուգահեռ մենք տեսնում ենք սոցիալական պարակտվածությունը, քաղաքական պարակտվածությունը երկրի ներսում։ Արդյոք հնարավոր է արտաքին խաղաղության հասնել, երբ երկրի ներսում հենց այդ խաղաղությունը չկա։ Քիչ առաջ երբ ես թվարկում էի պետության անվտանգության հենասյուները, ես խոսեցի ժողովրդի մասին։ Եթե ժողովուրդը ունի ներքին համերաշխություն, նա պատրաստ է արտաքին մարտահրավերներ դիմագրավելու։ Եթե երկրի ներսում չկա համերաշխություն, ապա տվյալ երկիրը չի կարող պատրաստ լինել արտաքին մարտահրավերները դիմագրավելուն։ Մեր երկրում իրապես մենք խոսեցինք, որ կա էական անդունդ հասարակության տարբեր հատվածների միջև։ Ընդ որում, այնպիսի անդունդ, երբ հանրային երկխոսությունը ուղղակի հնարավոր չէ։ Հանրային երկխոսության բոլոր փորձերը ավարտվում են միմյանց նկատմամբ մեղադրանքներով եւ հայոյանքներով։ Ընդ որում, շատերը փորձում են սա ընդդիմության վրա այսպես նետել կամ բարթել, բայց սա գալիս է իշխանական լեզվամտածողությունից եւ քաղաքական խոսույթից։ Միշտ ազդեցությունը ծնում է հակազդեցություն եւ սա բնական ֆիզիկական նորմ է, որը բնորոշ է նաեւ մարդկանց։ Կա ընդդիմության վրա ազդեցություն, բնականաբար լինելու է հակազդեցություն, ընդ որում կապ չունի այդ ազդեցությունը ուղիղ իշխանական է, թե մերձ իշխանական։ Հետևաբար հանրային ներքին համերաշխության պարակտումը, որը իմիջայլոց արտաքին, միայն արտաքին հետք չունի, այն գլխավորապես ներքին ծագում ունի, եւ այդ ներքին ծագումը հանրային պարակտվածության գոնե թե ինձ մոտ տպավորություն է, որ իշխանությունների իշխանության մնալու գրավականն է։ Ընտրություններից առաջ, ընտրությունները արդեն իսկ սայրի հետևում չեն եւ նման քայլերը թե կնիքի վրայից Արարատի նշանը հեռացնելը, թե բանակի հետ կապված ձևակերպումները եւ բանաձևերը, արդյոք նման մոտեցումը քաղաքական ինքնասպանություն չէ ընտրություններից առաջ, թե ամեն դեպքում սա հաշվարկված է ամենը։
Տեսեք, իշխանությունը վստահ է, որ ունի իր կայուն ընտրազանգվածը։ Ընդ որում, գիտեք, իրենց մոտ գոնե թե տպավորությունը, որ Արցախը հանձնելուց հետո ինչ պետք է անեն, որ ժողովուրդը իրենց չների։ Հասկանում եք, 21-րդ դարում կորցնել հայրենիք, սա ուղղակի չլսված բան է։ Այ մենք հիմա Գազայի դեպքերի հետ կապված զարմացած ենք, տարակուսած ենք, բայց պատկերացրեք ընդամենը 2 տարի առաջ շատ ավելի դաժան էր Արցախում, որտեղ 9 ամսյա պաշարումից հետո, որ գոնե միջնադարյան մտածողությամբ ամրոցները պաշարում են, որպեսզի մարդկանց սովամահ անելու գնով ստիպեն հանձնվել։ Եվ դա կատարվում է 21-րդ դարում, լուսավոր, պայծառ 21-րդ դարում։ Սրանից հետո, սա մարսելուց հետո, իրենք վստահ են, ես կարծում եմ, որ չկա այնպիսի բան, որը անելուց հետո իրենց ընտրազանգվածը որևէ պահի իրենց դեմ կշրջվի։ Ինչու են վստահ։ Որովհետև այն մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ իրենց աջակցել են կամ աջակցում են, բարոյական առումով հավանաբար համարում են, որ իրենց հանցակիցն են։ Իսկ հանցակիցները սովորաբար շատ ավելի կոնսոլիդացված են լինում, որովհետև իրենց չպատժվելու երաշխիքը իրենց համերաշխության եւ համախմբվածության մեջ են պատկերացնում։ Եվ սա է հենց որ իշխանությունը փորձում է իր համախոհների շրջանում սերմանել, որ մինչև այսօր դուք եղել եք մեր քայլերի ողջունողը, այնչու են իրենք անընդհատ շեշտում, որ ժողովուրդը մեզ քվե է տվել, ինչ անում ենք ժողովրդի քվեով ենք անում, ինչ են անընդհատ խոսում լեգիտիմության մասին, որովհետև դա իրենց ընտրողներին դարձնում է իրենց հանցակից։ Եվ սա է իրենց վստահությունը, որ հաջորդ ընտրություններին եւս այն նույն մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ բացահայտ աջակցել են իրենց, ստիպված են լինելու իրենց աջակցել։